Մոսկվան շտապեցնում է Երևանին հստակություն, կողմնորոշում պահանջում, ազատ ենք ընտրելու հարցում, բայց չեն մոռանում զգուշացնել, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ։ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է, Դավիթ Բաբայանի աուդիո ուղերձը Բաքվի բանտից։ Եվրամիությունն ու Հայաստանում ամերիկյան դեսպանատունը ողջունել են Թուրքիա-Հայաստան երկկողմ առևտրային սահմանափակումները վերացնելու որոշումը։ Ընդհանուր կիբերանվտանգության կանոններ պետական թվային համակարգերի համար գործադիրը խստացնում է թվային անվտանգության պահանջները։ 60 միլիոն դրամի սնունդ, դեղորայք եւ հիգիենիկ վարագաներ, Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Դատապարտյալների ճակատագրերը որոշող զեկույցներ կազմողները մասնագիտական եւ մարդկային ինչ որակներ պիտի ունենան, պրոբացիոն ծառայությունում կադրերի պակասը համալրելու պետության քայլերը։ Քաղցկեղը չարիք, բայց ոչ դատավճիռ, բժիշկների հորդորն է տարին մեկ անգամ հետազոտվել, կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Հենակով, պրոթեզով, սայլակովել է հնարավոր ծառայություն իրականացնել, կառավարությունը փոփոխություններ է առաջարկում պայմանագրային զինծառայության օրենքում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Ռուսաստանը վերջին օրերին կոշտ մեսիջներ է ուղղում Հայաստանին զուգահեռներ տանում Ուկրաինայում տեղի ունեցածի հետ։ Երևանյան գագաթնաժողովում Մոսկվային ուղղված Զելենսկու սպառնալիքներից հետո մեր հյուսիսային բարեկամը, գործընկերն ու դաշնակիցը սկսել է շտապեցնել Երևանին, պետք է ընտրել դեպի ում կողմն ենք բռնում։ Ընդ որում միայն Մոսկվան չէ, Բրյուսելն ու տարածաշրջանային մյուս խաղացողներն են հստակություն պահանջում։ Հայ քաղաքագետների կարծիքով Հայաստանը ընտրություն անելիս պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով, բայց այնպես, որ չսխալվի հաշվարկներում։ Ժամի անդրադարձը։ Երևանն ընտրության առջև է կանգնած, բարեկամություն Եվրամիության թե գործընկերություն Ռուսաստանի հետ։ Հայաստանի հյուսիսային դաշնակիցը նախազգուշացնում է, հիշեցնելով Ուկրաինայի օրինակը։ Ըստ վերլուծաբանների, սակայն Հայաստանը Ուկրաինայի իրավիճակում հայտնվել է շատ ավելի վաղ, 2020-ին, 44-օրյա պատերազմի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ, մինչև 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այնպես չի, որ Ուկրաինայի օրում մենք հայտնվել ենք Ուկրաինայից հետո։ Ուկրաինայի տեղի ունեցած իրադարձությունները հաջորդել են Արցախյան պատերազմին։ 2020 թվականի դեպքերը խոշոր հաշվով հենց նույն տրամաբանության մեջ էին, ինչ որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում 2022 թվականից։ Միջազգային վերլուծություններն էլ հստակեցնում են, որ Ռուսաստանի նախագահը չի ասել, թե Հայաստանին սպասվում է ուկրաինական սցենարը, սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստն ընկալվում էր հենց այդպես։ Եթե մի երկիրը, որին Մոսկվան համարում է իր ազդեցության գոտու մաս, ընտրում է եվրոպական ուղղություն, ապա այստեղից կարելի է կռահել, որ հետևանքները կարող են ծանր լինել։ Ըստ վերլուծաբանների ընդհանրապես նմանատիպ խոսույթները հայաստանյան ներքաղաքական զարգացումների համատեքստում են։ Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակում կարելի ասել, որ խոշոր հաշվով դա առավելապես աջակցություն է, որովհետև կառավարող մեծամասնությանը հնարավորություն է տալիս հիբրիդային պատերազմի թեզը ավելի առարկայական շրջանառում։ Այսինքն, այստեղ կողմերը խաղում են, եւ մենոնք են խաղում, եւ իրենք են խաղում։ Առարկայական ինչ-որ հողի վրա գործողություններ սպասել նախընտրական էս փուլում քիչ հավանական եմ համարում։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումներին պետք է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո։ Ռուսաստանը նշել է իր կարմիր գծերը, եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունից պահանջելու է հստակություն։ Անկախ ամեն ինչից եւ ռուսները եւ Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզանից պահանջելու են հստակեցում, դիրքորոշման եւ այդ հստակեցումից կախված զարգացումները իմ կանխատեսմամբ մեզ համար բոլոր պարագաներում հաջող կամ լավ արդյունք չեն խոստանում։ Ինչի Եվրոպական միության կողմից նմանատիպ պահանջներ չեն հնչում արդյոք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, թե Իրանի բոլոր խաղացողները որոշակի հստակեցումներ են պահանջում, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, եթե օրինակ Հայաստանում ձևավորվի միաբևեռ իշխանություն, ինչպիսին եղել է նախորդ շրջաններում, Հայաստանի նկատմամբ ճնշումները շատ ավելի մեծ են լինելու եւ երկրի կարողունակությունը այդ ճնշումներին դիմակայելու շատ ավելի փոքր է լինելու։ Մեզ անհրաժեշտ է բալանսավորված իշխանություն ունենալ, որպեսզի կարողանանք արտաքին քաղաքական խաղացողների շահերի համադրում իրականացնենք, այդ թվում նաև կառավարման եւ իշխանության համակարգի ներսում։ Ճնշումներ ըստ քաղաքագետ վերլուծաբանների Հայաստանի նկատմամբ հյուսիսից միշտ են եղել, նաև նախորդ իշխանությունների օրոք, եւ այդ ճնշումները միայն Ռուսաստանից չէ, որ եղել են։ Հայաստանի տնտեսական, ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի մեծ է, 40% եւ ավելի։
Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ։ Այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ Քաղաքագետների դիտարկումներն այսպիսին են. Հայաստանը պետք է հաշվի առնի, թե որ կետերում են համընկնում եւ հակադրվում արտաքին խաղացողների շահերը, եւ դրանք պետք է դիտարկել նաեւ Հայաստանի ազգային շահերի համատեքստում։ Ցավալին այն է, որ դարեր շարունակ դա չի արվել։ Հայաստանն անընդհատ սխալվել է իր հաշվարկներում, ինչն էլ կանգնեցրել է անվտանգային մարտահրավերների առջև, բերելով տարածքների կորստի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է տարածել ընտանիքի միջոցով, որում Բաքվի դատավարությունը անվանել է էթնոքաղաքական վենդետա։ Նրա խոսքով կեղծ դատավարության խայտառակ խախտումներին գումարվել է ևս մեկը, անհետացել են վերաքննիչ դատարանին ուղղված իր նամակ բողոքները եւ վերջին ելույթի տեքստը։ Բաբայանը ասել է, որ մտադիր են դիմել միջազգային դատարան եւ իրավապաշտպաններին խնդրել է օգնել հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրական խաղաղության։ Բաքվի բանտից է Դավիթ Բաբայանը փոխանցում, հիմա այլընտրանք չունի, քան իրավապաշտպաններին եւ աշխարհով մեկ սփռված իր խոսքով բարի կամք ունեցող մարդկանց դիմելն է։ Վերջին 3 տարիներին Ադրբեջանի դատարաններում մարդու հիմնարար իրավունքների խախտումներով են ընթանում հայերի այսպես կոչված դատավարությունները, որոնք իրականում Բաբայանի բանաձևմամբ էթնոքաղաքական վենդետա են մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի դեմ։ Անհետացել են իմ այստեղ վերաքննիչ դատարան ուղղված նամակ բողոքներս, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործիքն, դուք գիտեք, որ ուզում ենք դիմենք միջազգային դատարան։ Իմ հաստատությունն է դրա մասին տեղյակ պահել 20 թվականի մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման եւ այն իհարկե անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը եւ այդ ամենը անհետացել է, չկա։ Իսկ դրանք միջազգային դատարաններ հասնելու ճանապարհին իսկապես կարևոր նշանակություն ունեն, մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։ Կարևոր են այնքանով, որ վիճակվի նաեւ եթե անհրաժեշտություն կա բովանդակային իմաստով։ Մյուս կողմից սա կրկին վկայում է նրա մասին, որ Ադրբեջանի իշխանությունները առիթը օգտագործում են, որ միջազգային հսկողությունից դուրս են ընդհանուր առմամբ մնացել եւ պահանջատիրություն չկա, այդ թվում նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մեկուսարանից բանտ տեղափոխման ժամանակ ադրբեջանցիները նաեւ առգրավել են Բաբայանի դատարանում ունեցած վերջին ելույթի ձեռագիր տեքստերը։ Սա էլ Արցախի նախկին արտգործնախարարի համոզմամբ ոչ այլ ինչ է, քան քննադատական բոլոր հայտարարությունները ոչնչացնելու քայլ։ Ով է իմանում, աղ ինչ կլինի հետս այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինչու է։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինչու են, փուչիկ են, շատ թույլ են։ Օրինակ Բաբայանի ոսկյա խաչով վզնոցն ու արծաթե թզբեհը, որ ձեռքի աշխատանք են, նույնպես նրա դեմ դրված մեղադրականում տեղ են գտել։ Ադրբեջանցիներն այդ թղթում գրել են, թե խուզարկման ժամանակ հայտնաբերել են 2 մետաղական իր՝ սպիտակ եւ դեղին գույնի։ Շատ հետաքրքիր է այսպես կոչված վկաների բարձաբանելները։ Մի վկա, որ ինձ առաջինը ճանաչեց ճակետներում, դա այն էր, որ նա ինձ ասեց, որ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էր ինձ, խոստանգում էր։ Մյուսը, որ ինձ ճանաչեց, դա էլ ասում էր, որ իրեն մատնանշելով մեզ կախել էինք գլուխը դեպի ներքև, 7 օր պահել ենք այդ իրավիճակում, ծեծում էին։ Ես հարցնում եմ, ասում եմ, նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող ամբողջ օրը 7 օր իրար հետևից կախված մնալ։ Ո՞նց ես դու կախված մնացել։ Բաքվում հալածվող հայերի պայքարը արդարության եւ մարդու իրավունքների համար է, հայտարարում է Բաբայանն ու ադրբեջանական բանտից բոլորիս կոչ անում պինդ մնալ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում ամերիկյան դեսպանությունը հայտարարություն է տարածել ողջունել Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին որոշումը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների տնտեսական կապերը ընդլայնելու եւ հարավ Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության եւ բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի շարունակական ջանքերը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության արժանի են գովեստի, ասված է հայտարարությունում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը ողջունել է նաեւ Բրյուսելը։ Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը վստահեցրել է, որ այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային եւ տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև։ Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումով,
որը մենք ողջունել ենք։ Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային եւ տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև դրական ազդեցություն ունենալով ինչպես ամբողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրամիության համար։ Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ։ Մոսկվան Հայաստանի ներառել է Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում։ Արտասահման մեկնելիս Ռուսաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն երրորդ երկրներում Միացյալ Նահանգների կողմից կալանավորման եւ արտահանձնման ռիսկի մասին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան։ Վաշինգտոնի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաեւ Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, Հարավային Կորեան, նաեւ Հայաստանը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ընդհանուր կիբերանվտանգության կանոններ պետական թվային համակարգերի համար գործադիրը խստացնում է թվային անվտանգության պահանջները։ 60 միլիոն դրամի սնունդ, դեղորայք եւ հիգիենիկ վարագաներ, Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Դատապարտյալների ճակատագրերը որոշող զեկույցներ կազմողները մասնագիտական եւ մարդկային ինչ որակներ պիտի ունենան։ Պրոբացիոն ծառայությունում կադրերի պակասը համալրելու պետության քայլերը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Եվրամիությունը փաստացիորեն, ուղղակիորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից, դա բացառում է նրա կողմից միջնորդական ջանքերը, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովի խոսքով նրանք Ռուսաստանին ջախջախիչ հարված հասցնելու, ջախջախիչ պարտության մատնելու գաղափարի ջատագովներն են։ Նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության, ասել է Պեսկովը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Պեկինում համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, հայտնում է Սպիտակ տունը։ Միաժամանակ նշում, որ կողմերը համաձայն են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա էներգագիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության Թրամփը լավ հանդիպում է անցկացրել Սի Ցինփինի հետ։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը։ Թրամփը հրավիրել է Չինաստանի ղեկավարին սեպտեմբերին այցելել Միացյալ Նահանգներ։ Երևանը մարդասիրական օգնություն կուղարկի Բեյրութ, որոշումը կառավարության նիստում է ընդունվել։ Պատերազմական գործողությունների հետևանքով հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված Լիբանանին օգնելու համար նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 60 միլիոն դրամ։ 34 միլիոն դրամը սննդամթերքի եւ սանիտարահիգիենիկ վարագաների ձեռքբերման, իսկ 26 միլիոն դրամը դեղերի ձեռքբերման նպատակով։ Երկրի թվային համակարգերը պաշտպանելու համար պետությունը խստացնում է կիբերանվտանգության պահանջները։ Ընդհանուր կիբերանվտանգության կանոններ կսահմանվեն պետական բոլոր թվային համակարգերի համար, ISO ստանդարտ։ Կառավարության նիստում հարցի քննարկմանն ասել են, որ համակարգին կարող է միանալ նաև փոքր ու միջին բիզնեսը։ Բոլոր մանրամասները Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Երկրի համար կարևոր համակարգերը, բանկերը, կապը, էներգետիկան, պետական թվային համակարգերը պետք է աշխատեն մեկ ընդհանուր կիբերանվտանգության կանոններով։ Որոշումն այսօր քննարկվեց կառավարությունում։ Այս պահին Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած բիզնես օղակ, անկախ մեծությունից, իր պաշտպանական միջոցներն է ստեղծում ընդդեմ կիբերհարձակումների։ Ոմանց մոտ դա լավ է ստացվում, մյուսների մոտ ավելի վատ։ Սա ամբողջ պետական համակարգը դասում է խոցելի, քանի որ եթե թույլ է օղակներից մեկը, նշանակում է բոլոր օղակներն են խոցելի։ Նշանակության ոլորտներում տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց կարծում ենք դա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու։ Սա առաջի անգամ մենք համընդհանուր մի ստանդարտ ենք դնում բոլորի համար, որ գոնե այսքանին բոլորը պետք է բավարարեն։ 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական թվային համակարգերը խիստ խոցելի են։ Ադրբեջանցի հաքերներն այդ օրերին կոտրել էին պետական տարբեր կառույցների թվային բազաները եւ գաղտնի փաստաթղթերի զգալի ծավալ հափշտակել։ Հիմա պետությունը քայլեր է ձեռնարկում իր թվային համակարգերը պաշտպանելու համար։ Մասնավոր ընկերությունները, սակայն, որոնք ակտիվ կապի մեջ են պետական կառույցների հետ, չեն օգտվում այդ պաշտպանությունից։ Եթե պետությունը կիբերանվտանգության միջոցառումներով պաշտպանվի, մասնավորը չպաշտպանվի, պետության պաշտպանությունը դառնում է թերի։ Այո։ Եվ նաև պետության չպաշտպանված լինելը կիբերանվտանգության տեսանկյունից նշանակում է պետության խիստ խոցելիություն
եւ հիբրիդային պատերազմների դրսեւորումները գոնե մենք մեր վրա զգացել ենք։ Կառավարության որոշման նախագծով փոքր եւ միջին բիզնեսները, թեպետ կիբերանվտանգության նոր համակարգին միանալու պարտավորություն չունեն, սակայն կարող են կամավոր դառնալ դրա մասը եւ ստանալ աջակցություն ու աուդիտ, բայց եթե փոքր կազմակերպությունն անգամ ինչ որ պահի վտանգ ներկայացնի պետության կիբերանվտանգության համար, կճանաչվի կրիտիկական եւ պարտավոր կլինի միջոցներ ձեռնարկել։ Մենք ունենք ՊԵԿ-ի համակարգը թվային, որտեղ տնտեսավարողը ունի կաբինետ։ Տնտեսավարողը փաստ չի, որ ունի այդ ծածկույթը, պաշտպանողականությունը կիբերանվտանգության տեսանկյունից, ես ասում եմ հնարավոր է, որ իր միջոցով մտնեն կաբինետ ու հայտնվեն ՊԵԿ-ի տիրույթում։ Պարոն Հակոբյան, ես եմ հարցը։ Իրականում պարոն Գրիգորյան, դա էլ է պաշտպանված։ Կառավարության որոշմամբ նաև հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը մշտապես հետևելու է ռիսկերին, հսկելու է պետական համակարգերը եւ արձագանքելու է կիբերհարձակումներին ու համագործակցելու է մասնավոր հատվածի հետ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչները այսօր փորձել են բացատրել քաղաքական ներկա իրողությունների նկատմամբ իրենց դիրքորոշումը եւ պատճառը, թե ինչու են բոլորին դեմ։ Մինչև այդ պատգամավորության տեխնացուները անցորդների հետ միասին բարի բուն իմաստով ջուր են ծեծել դատարկված Կարապի լճի հարևանությամբ, դրանով ցույց տալով քարոզարշավի process-ում ներգրաված ուժերի ելույթների նկատմամբ իրենց դիրքորոշումը։ Ազիվ ստեղծվել է հնարավորություն ազատ կամ ազատության ձգտող հայերին ու ՀՀ քաղաքացիներին գնալ ու քվեարկել ներկա քաղաքական մարզի բոլորին դեմ, բոլորին գնահատական տալ ու թողել նույն դասարանում, ընտրելով քվեատեղծիկ համար 2-ը։ Շնորհապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել Երևանում եւ մարզերում, Գյումրիում, Արտիկում եւ այլ համայնքներում։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանը համակիրների հետ շրջել է փողոցներում, քաղաքացիներին բաժանել քարոզչական նյութեր եւ կոչ արել մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վարի իրատեսական եւ պրագմատիկ արտաքին քաղաքականություն։ Նրա խոսքով Եվրամիության երկրների հետ հարաբերությունները անհրաժեշտ է հասցնել ռազմավարական մակարդակի, Թուրքիայի հետ ձևավորել բարի դրացիական հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ հասնել հավասարակշռված հարաբերությունների։ Աստվածը հաջող է, որ դուք սկսեցիք այդ պրոցեսները, շատ լավ կերնորա դուք սկականից Արդյունաբերության վերածնունդ, մրցունակ գյուղատնտեսություն Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացուները ընտրողներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի գլխավոր դրույթները։ Նրանք խոստանում են պայքարել սոցիալական բևեռացման դեմ, ձմռանը ամբողջությամբ կփոխհատուցեն անապահովների եւ միայնակ թոշակառուների գազի եւ հոսանքի ծախսերը։ Հունիսի 8-ից Հայաստան դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը։ Դաշինքի տնտեսական թևի ուսումնասիրության համաձայն այսօր Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ծառայությունների, մանրածախ առևտրի վրա է հիմնված, իսկ արտահանումը առավելապես ապահովում են ոսկին, ադամանդը, հանքարդյունաբերությունը, կոնյակը, ծխախոտը։ Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են, մթերում եւ իրացում, ռոկման ջրի բարձր սակագներ։ Հայաստան դաշինքի անդամները խոստանում են ստեղծել մրցունակ գյուղատնտեսություն։ Դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, նախատեսում են մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ 0% տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Հայաստան դաշինքը խոստանում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Ես վստահ եմ, եթե մենք ծրագրային բանավեճի մեջ մտնենք, միանշանակ հաղթող ենք դուրս գալու։ Եվ պարոն Քոչարյանի կառավարման տարիների վերաբերյալ եւ հիմա նոր առաջարկների վերաբերյալ այս ընտրական պայքարին կա ուժեղ տեխնացու, ուժեղ առաջնորդ եւ այդ առաջնորդը նստած է այստեղ ու Ռոբերտ Քոչարյանն է։ Ես ուզում եմ, որ մեր Հայաստանը լինի ուժեղ եւ հզոր։ Արտիկում դաշինքի եւ համախոհների հետ հանդիպման ընթացքում ազատ ոճի իմշամարտով զբաղվող մեդալակիր 7-ամյա մի տղա վերցրեց խոսափողը ու հայտնեց, որ ինքը շատ է ցանկանում, որ Հայաստանը լինի հզոր եւ ուժեղ։ Իմ սերունդը ասենց երեխա լինելով այսքան համարձակ չէի։ Փոքրիկն ու երկրորդ նախագահը չափեցին ուժերը։
Հայաստան դաշինքի առաջնային քայլերից են լինելու նաև սոցիալական բևեռացումը վերացնելը, նվազագույն աշխատավարձի հավասարեցնելը նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքին։ Դաշինքը խոստանում է բազային կենսաթոշակի առնվազն 50% աճ, այն պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։ Դաշինքը խոստանում է ձմռան ամիսներին ամբողջությամբ փոխհատուցել սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին ծայրահեղ աղքատ եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 4-րդ երեխայի համար 2 միլիոն դրամ, 5-րդ երեխայի ծնվելուց բնակարան։ Բազմազավակ ընտանիքներին խոստանում է Ուժեղ Հայաստան դաշինքը մեր երկրում ժողովրդագրական հեղափոխություն անելու, ինչպես նաև տարիներ շարունակ Հայաստանում մշտական բնակություն ունեցող մարդկանց ընդհանուր թվի նվազումը կանխելու համար։ Կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այսօր սահմանամերձ գրեթե բոլոր շրջանները վտանգված են ոչ միայն արտաքին թշնամու սպառնալիքներով պայմանավորված, այլ նաև այն պատճառով, որ հետզհետե դատարկվում են։ Այս հարցը, ժողովրդագրական հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը եւ գնալով մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենան, լավ դաստիարակեն իրենց երեխաներին, լավ ապագա ստեղծեն իրենց երեխաների համար։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանում 288,000 նոր աշխատատեղ է ստեղծվել։ Աչափնյակի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է, որ իրենց խնդիրը հնարավորին շատ մարդու բարձր աշխատավարձային հաստիքներում ընդգրկելն է։ Դրա համար էլ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ փոխանցող ծրագրեր են իրականացվում։ Փաշինյանը նաև խոսել է պետության եւ մայրաքաղաքի առաջ ծառացած էկոլոգիական խնդիրների մասին։ Երևանում, Երևանի բոլոր թաղամասերում կա ջրերի մաքրման խնդիր եւ մենք պետք է հասկանանք, որ վատ ենք վերաբերվում մեր երկրին ու հայրենիքին, եթե մենք թույլ ենք տալիս, որ չմաքրված ջուրը, օգտագործված ջուրը առանց մաքրման վերադառնա բնություն։ Դա հետո վերադառնում է մեզ ու մեր երեխեքին ամենատարբեր հիվանդությունների տեսքով, կյանքի կրճատման տեսքով, կյանքի որակի կրճատման տեսքով։ Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանում ոչ թե լուսավոր եւ խոստումնալից ապագա է նախատեսում մեր ժողովրդի համար, այլ ճիշտ հակառակը, հայտարարում է Ալյանս կուսակցությունը։ Իրական խաղաղությունը տնտեսապես զարգացած եւ հզոր ռազմական պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հենց այսպիսի Հայաստան կերտելու համար են հայցում ժողովրդի քվեն քաղաքական այս թևում։ Նախընտրական ծրագրով առաջարկում են նաեւ պետական դավաճանության համար Հայաստանում վերականգնել մահապատիժը։ Փաշինյանի դրոշակ դասած խաղաղությունը դրված է ավազին։ Իրական խաղաղությունը տնտեսապես զարգացած եւ հզոր ռազմական պոտենցիալ ունեցող երկիրն է։ Ինչպես կասել մեծ ընկերները, ուժն է ծնում իրավունք։ Այդ ամենը կունենա Ալյանսի հետ հրապարակիկ համար 13։ Հսկիչ օղակը ոտքին տնային պայմաններում պատիժ կրողներն ու վարչական հսկողության տակ գտնվողները ամենահաճախն են նրանց հանդիպում պրոբացիոն ծառայության աշխատակիցներին։ Համակարգում ծառայողների խիստ պակաս կա, մասնագիտությունը գրավիչ դարձնելու ու թափուր հաստիքները լրացնելու համար կառավարությունը նոր նախագիծ ունի։ Ովքեր կարող են ընդգրկվել համակարգում, որոնց պատրաստած զեկույցներով են նաև որոշվում մարդկային ճակատագրերը։ Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Պրոբացիայի ծառայությունում կադրային պակասն ու ծանրաբեռնվածությունը շարունակում են մնալ համակարգի հիմնական խնդիրներից։ Մասնագետների խոսքով այսօր ծառայողները միաժամանակ աշխատում են տասնյակ, երբեմն ավելի քան 100 շահառուների հետ, իրականացնելով վերահսկողություն, ռիսկերի գնահատում եւ վերասոցիալականացման ծրագրեր։ Խնդիրը միայն աշխատակիցների պակասը չէ, նկատում են փորձագետները։ Ասում են, համակարգը տարիներ շարունակ բավարար չափով չի ներկայացվել հանրությանը, ինչի հետևանքով պրոբացիայի ծառայությունը շատերի համար շարունակում է մնալ ոչ գրավիչ ոլորտ։ Ծառայությանը լավ կադրեր տալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման, որպեսզի մարդիկ, ովքեր աշխատում են իրավապահում կատարած անձանց հետ, նրանց մոտենան ոչ թե երկրորդ դատախազ կամ փաստաբան կամ դատավոր, այլ մարդ, որը ավելի շատ ուսուցիչ է։
Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է նոր նախագիծ, նպատակ ունենալով սահմանել ծառայության պաշտոնների համար մասնագիտական պահանջների հստակ շրջանակ եւ դրանով նպաստել թափուր հաստիկների համալրմանը։ Նախագծի միջոցով նախատեսվում է ներգրավել բավարար փորձ եւ գիտելիքներ ունեցող կադրեր, ինչպես նաեւ լուծել կադրային խնդիրները։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել ծառայության պաշտոններում նշանակել բարձրագույն կրթություն ունեցող անձանց, անկախ մասնագիտությունից, պահպանելով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պահանջները։ Այս մոտեցումը համահունչ է ժամանակակից հանրային ծառայության կառավարման սկզբունքներին, նպաստում է մրցակցության խթանմանը, ինչպես նաև առավել լայն շրջանակից մասնագետների ներգրավմանը։ Փաստաբանների կարծիքով համակարգում արդեն առկա են մասնագիտական որակի խնդիրներ, մինչդեռ ծառայության գործառույթները անմիջականորեն առնչվում են մարդու իրավունքներին եւ դատապարտյալների ճակատագրերին։ Նշում են, թե հաճախ ներկայ զեկույցները անգամ չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, ուստի մասնագիտական պահանջների թույլատումը կարող է խորացնել խնդիրները։ Այդ պատճառով կադրերի ընտրությունը ըստ նրանց պետք է իրականացվի առավել զգուշավորությամբ։ Այդ անձը պետք է գնա քրեակատարողական հիմնարկ, հանդիպի դատապարտյալին եւ կատարի մասնագիտական վերլուծություն, օրինակ, այդ անձի կողմից հանցում կատարելու հավանականությունը։ Բարձր թե ոչ։ Ընդ որում դրանից է կախված իր զեկույցը կլինի դրական թե բացասական։ Դրանից է կախված այդ դատապարտյալի ճակատագիրը։ Արդյոք առաջարկվող փոփոխությունները կօգնեն լուծել համակարգի կադրային խնդիրները, թե կհանգեցնեն նոր ռիսկերի, մասնագետների կարծիքով դա կպարզվի նախագծի հետագա քննարկումների ընթացքում։ Նկատում են, որ պրոբացիայի համակարգը պահանջում է ոչ միայն թվային համալրում, այլև մասնագիտական պատրաստված եւ մոտիվացված կադրեր։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Քաղցկեղը չարիք, բայց ոչ դատավճիռ։ Բժիշկների հորդորն է տարին մեկ անգամ հետազոտվել, կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը։ Հենակով, պրոթեզով, սայլակովել է հնարավոր ծառայություն իրականացնել։ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում պայմանագրային զինծառայության օրենքում։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 29 է, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Երևանում վերջին մեկ շաբաթում փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի սահմանը։ Կեղտոտ օդը մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի առաջացման պատճառ են համարում մասնագետները։ Վերջին տարիներին ուռուցքային հիվանդությունները կտրուկ գլուխ են բարձրացրել, մեծ թիվ են կազմում կրծքագեղձի քաղցկեղով տառապող հիվանդները։ Բժիշկները հորդորում են տարին մեկ անգամ հետազոտվել, քանի որ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր։ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1300 նոր դեպք։ Կանանց շրջանում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկը շարունակում է մնալ քաղցկեղը։ Բժիշկներն ահազանգում են, դեպքերը տարեցտարի աճում են, իսկ շատերը բժշկի դիմում են արդեն ուշ փուլերում։ Այս պահին կանանց շրջանում ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է։ Ըստ հետազոտությունների այն կազմում է կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների շուրջ 22-ից 23%-ը։ Երկրորդ տեղում արգանդի պարանոցի քաղցկեղն է։ Հայաստանում տարեկան միջինը մոտ 178 կին է ստանում այդ ախտորոշումը եւ նրանցից ավելի քան 100-ը մահանում են հիվանդությունից։ Կրծքագեղձի քաղցկեղը, այսպես ասած, այն քիչ քաղցկեղներից է, որը վաղ հայտնաբերման դեպքում շատ զգալի տարբերություն է տալիս բուժման արդյունքների մեջ։ Բժիշկներն ասում են, խնդիրը միայն բուժման հետ կապված չէ։ Հայաստանում դեռ թույլ է կանխարգելման մշակույթը։ Շատ կանայք չեն անցնում մամոգրաֆիա, պապ թեստ կամ գինեկոլոգիական պարբերական զննում։ Մասնագետների խոսքով հատկապես մարզերում խնդիր են նաև սարքավորումների հասանելիությունը եւ իրազեկվածության պակասը։ Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, շատ դեպքերում այն լիովին բուժելի է, ասում են մասնագետները։ Խորհուրդ եմ տալիս դիմել, ժամանակին դիմել հիվանդանոց եւ փոքր նույնիսկ կասկածների դեպքում կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Հայաստանը ըստ պաշտոնական վիճակագրության Արևմտյան Ասիայում քաղցկեղի հիվանդացությամբ 3-րդն է, իսկ մահացությամբ առաջինը։ Կանանց շրջանում քաղցկեղը վաղաժամ մահացության առաջին պատճառն է։ Այս հիվանդության տարածման հիմնական պատճառներից են ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումը, ճարպակալումը, ֆիզիկական պասիվությունն ու ոչ առողջ սննդակարգը։ Հայաստանում ծխում է բնակչության 28%-ը, ինչը բարձր է համաշխարհային միջինից։ Բնակչության մեծ մասը նաև չի օգտագործում բավարար քանակությամբ մրգեր ու բանջարեղեն, իսկ վերամշակված մսի սպառումը նպաստում է հաստ աղիքի քաղցկեղի տարածմանը։ Մասնագետները մտահոգիչ են գնահատում նաև օդի աղտոտվածության ազդեցությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։
Կոկայինի իրացման գործով ոստիկանները Երևանում ձերբակալել են 31-ամյա երիտասարդին եւ նրա հորը։ Ձերբակալման պահին երիտասարդը իր վարած ինֆինիտիից նետել է ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվել է կոկայինի 10 փաթեթ, ընդհանուր 11.5 գրամ քաշով։ Երիտասարդի տանն էլ հայտնաբերվել է 13 գրամ մարիխուանա եւ 23 գրամ հալյուցինոգեն սունկ։ Ձերբակալություններ են եղել նաև Բրյուսովի անվան համալսարանում ըստ պաշտոնական տեղեկության ձերբակալվել են ամբիոններից մեկի վարիչն ու մի շարք դասախոսներ։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ որոշման մեջ, հնարավորություն տալով որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիներին ներգրավել պայմանագրային զինվորական ծառայության։ Փոփոխություններով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ գործառույթների զգալի խանգարումներ ունեցող քաղաքացիների առողջական վիճակը բուժումից եւ վերականգնումից հետո բարելավում է եւ նրանք կարողանում են տեղաշարժվել օժանդակ միջոցներով, օրինակ հենակով, պրոթեզով կամ սայլակով, նրանք կարող են կրկին դիմել եւ ծառայել։ Մեր երկրի օդային տարածքով իրականացվող չվերթների թիվը մարտ-ապրիլ ամիսներին ավելացել է մի քանի տասնյակով Իրանի երկնքի փակման պատճառով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացնելով մարտ եւ հունվար ամիսների տվյալները ասել են, որ Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթը ավելացել է ավելի քան 1100 եվրո։ Հայաստանում սև եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը երկարաձգվել է եւս 6 ամսով՝ 2026 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 3-ը։ Կառավարության հիմնավորման որոշումը նպատակ ունի կարգավորել մետաղների արտահանումը, աջակցել տեղական արտադրությանը, ապահովել հումքային բազան եւ խթանել մշակող արդյունաբերության զարգացումը։ Նշել են, թե վերջին տարիներին մետաղի ջարդոնի ներմուծման եւ փոխադրման ծախսերի աճը տեղական արտադրանքը դարձրել է ոչ մրցունակ, իսկ արտաքին շուկաներում բարձր գները նպաստել են ջարդոնի ինտենսիվ արտահանմանը Հայաստանից։ Ոստիկանները բացահայտել են կիբերհանցագործության հերթական դեպքը։ Մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացնել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Ուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները։ Անցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ, օրինակ օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք բերված համապատասխան ծառայությունների եւ VoIP հարթակների միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգեր։ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտո արժույթի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի մոտ 8-նիշ, վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 23, Լոռիում 16-ից 19, Տավուշում 18-ից 22 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 20-ից 23, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 11-ից 13, ցերեկը 19-ից 21, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Դանիելյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։